Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Կինոարվեստը ազգային մշակույթը ներկայացնելու լավագույն գործիքներից է, քանի որ ունի հնարավորություն մեկտեղելու պատկերը, պատմությունը, երաժշտությունը եւ խոսքը։ Հայ կինոն բավականին հարուստ պատմություն ունի եւ այն պահպանելուց բացի նաեւ պետք է տարածել, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում թե հայ, թե այլազգի երիտասարդները կարողանան ծանոթանալ հայ կինոյի լավագույն գործերին։ Եվ այդ առաքելությունը 2015 թվականին 10 տարի առաջ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում իրենց վրա են վերցրել Արմեն եւ Մերի Ղարաօղլյանյանները եւ հիմնել են Armenian Film Society-ն։ Այսօր իմ զրուցակիցներն են հենց նրանք։ Բարև ձեզ։ Նախ շատ շնորհակալություն, որ ընդունեցիք զրուցելու առաջարկը չմերժեցիք եւ ժամանակը տրամադրեցիք մեզ, որպեսզի զրուցենք։ Ինչպես ծնվեց կինոընկերություն ստեղծելու գաղափարը առհասարակ եւ ինչն էր մոտիվացիայի աղբյուրը։ Մենք 2015 թվականին որոշեցինք Armenian Film Society-ն ստեղծենք, որովհետեւ ես երբ որ USC film դպրոցը կմեկնեի, այդ ժամանակ ես շատ ընկերներ ունեի, որ ռեժիսորներ էին եւ ես ալ երբ որ սկսա պրոդյուսել ֆիլմեր եւ այդ ժամանակ ես նկատեցի, որ շատ դժվար էր հայերը որ ֆիլմի մեջ կաշխատին, շատ դժվար էր որ իրենք կապ ունենային իրար հետ։ Այն նույն ժամանակ ես Երևան մագազինի համար ֆիլմի մասին գրեի եւ Woodbury համալսարանը Burbank-ի մեջ ֆիլմի թասեր կտայի։ Եվ այդ ցավով ես շատ հաճույք կստանայի, որ ֆիլմեր ցուցադրեմ, տարբեր տեսակի արվեստագետներ իրար հետ բերենք եւ մենք մտածեցինք 2015 թվականին, որ Armenian Film Society-ն ստեղծենք, որ ֆիլմեր ցուցադրենք, ժողովրդին իրար հետ բերենք եւ ֆիլմի միջոցով իրար կապ ստեղծենք եւ ավելի շատ ռեժիսորները, արվեստագետները կապ ունենան իրար հետ, սկսին շփվել իրար հետ, որ կգնան իրար հետ աշխատեն։ Որտեղ այդպեսի տեղ չկար, որ երիտասարդները հայ համայնքի թե Գլենդելի, թե Լոս Անջելեսի տենց տեղ չունեին, որ մեկտեղ գային բոլորով եւ իրար այդ առիթը ունենային ծանոթանալու, որ իմանան, որ you know what, այս դերասանը կա, այս ռեժիսորը կա, այս պրոդյուսերը կա, որ կարողանանք իրար հետ աշխատենք եւ մեկս մյուսին օգնած լինենք։ Եվ նույն ժամանակ հայ ֆիլմերը այդ ժամանակ չեն ցուցադրիր Գլենդելի մեջ, Լոս Անջելեսի մեջ։ Եթե գային այս ֆիլմերը, հեշտությամբ մարդիկ չեն գնար երթան տեսնեն այս ֆիլմերը։ So այդ ձևով սկսանք։ Իսկ ո՞րն է ձեր կենտրոնի առաջին նախագիծը, որ իրականացրել եք։ Մենք սեպտեմբերի 2015 թվականին Աթոմ Էկոյանի առաջի ֆիլմը ցուցադրեցինք, Next of Kin կոչվի 1984 թվականի ֆիլմը։ Մենք Ապրիլ գրատունի հետ սկսանք աշխատել եւ ֆիլմերը գրատունի մեջ սկսանք ցուցադրել։ Այդ էր մեր առաջի ֆիլմը։ Չենք գիտեր եթե մարդիկ իրենց համար հետաքրքիր պիտի լարասի։ Մարդիկ ասելով նկատի ունեք հայեր թե այլազգի հանդիսատեսել եկել։ Ավելի հայ ժողովուրդը իրենց հետաքրքիր պիտի լա, որ Աթոմ Էկոյանի ֆիլմը կաննային կամ ուրիշ պրոգրամներ, որ մենք պիտի ցուցադրենք, իրենց համար հետաքրքիր պիտի լա, որ քային, բայց մենք շատ զարմացած ենք, որովհետև ինքը տեղը բզդիկ էր, մինակ 60-70 հոգի կրնայինք իրար հետ բերենք, բայց մարդկանց համար շատ հետաքրքիր էր եւ արդեն ատկե հետո սկսանք ամեն ամիս ֆիլմ ցուցադրենք այդ գրատունի հետ։ Եվ փոքրիկ շատ ընտանեկան մթնոլորտ էր ստեղծվում, so ով որ գալիս էր ամեն ամիս արդեն զգում էինք, որ you know what, սրա կարիքը like պետք կա, so շատ կարևոր մի բան էր մեր համար, որ կարողացանք
բերենք Glendale-ի մեջ։ Իսկ ընդհանուր առմամբ, գիտե փառատոններ եք կազմակերպում, քննարկումներ, ֆիլմի ցուցադրություններ, վարպետության դաս, չէ՞ որքանով տեղյակ եմ։ Այո։ Ձեր կինոընկերության, ձեր կենտրոնի ամբողջական գործառույթը որն է։ Պիտի կարողանանք այս ամեն փառատոնը, թե դասերը կարողանանք մենք մեջտեղ բերենք մեր համայնքի համար։ Ավելի կարող եմ ասել երիտասարդ ռեժիսորների, պրոդյուսերների համար այս մեր համար կարևոր էր։ Հիմա մենք մեր օֆիսը, որ ունենք, նոր ստեղծված օֆիս է, մենք այդ առիթը ունենք, որ դասերը կարողանանք հենց այդ օֆիսի մեջից լինում է նաև վարպետության դաս ռեժիսորի, դերասանի, սցենարիստի, պրոդյուսերի։ Այո, so այդ բանով մենք կարողանում ենք պրոդյուսերներ բերենք, ռեժիսորներ բերենք, նաև դերասան բերենք, որ կարողանան աշակերտներին այդ ճիշտ ուղղությունը տան կարճ ժամանակվա ընթացքում ընդհանուր գործունեությունը, որ կարողանում ենք փառատոններով, այս առիթներով հայ համայնքի համար կարողանանք բերենք բոլորին մեկտեղ եւ միացնենք բոլորին իրար։ Իսկ ինչպես են ընտրվում ֆիլմերը, որ ֆիլմերն են, որ ձեզ մոտ ցուցադրվում են։ Փառատոնի ժամանակ film submission-ի process ունենք, որ մարդիկ կուղարկեն իրենց ֆիլմերը եւ մենք թիմ ունենք, որը գնային այդ ֆիլմերը, իրենց կարծիքը կտան եւ վերջի ես եւ մեր կարծիքը կտանք այս խումբով կորոշենք որ ֆիլմերը փառատոնին պիտի մասնակցեն բայց տարվա ընթացքին անցյալ տարի մենք 50 հատ տարբեր պրոգրամներ ունենք եւ ֆիլմ ցուցադրեցինք so այդ ժամանակ մենք ավելի ես եւ մերին կորոշենք ինչ նոր ֆիլմեր կան կամ ինչ հարցազրույցներ գնանք անենք իրար հետ, որ հետաքրքիր կլա հայերու համար եւ ոչ հայերու համար։ Նաեւ ձեր գործունեության մեջ մտնում է ձեր նպատակների մեջ նաեւ մտնում է, որ հայկական կինոն ճանաչեն այլազգի երիտասարդները եւ Այո։ Չէ։ Այո։ Իսկ դրա համար ինչ քայլեր եք անում։ Կփորձենք այնպիսի առիթներ առաջ բերենք, որ եթե մեկը հայ չէ կամ եթե մեկը ֆիլմի հետ շատ մոտ կապ չունի, իրենց համար հետաքրքիր է։ Այդ ծավով մենք վերջի քանի ամիսը մեր համար շատ կարևոր որ ավելի ճանաչված ֆիլմեր ցուցադրենք, որովհետև այդ ծավով մենք գնանք մարդկանց մեջ բերենք մեր խումբի մեջ եւ ուրիշ տարբեր տեսակի որ առիթներ ունենանք իրենց համար հետաքրքիր է լավ որ նոր բան մքան տեսնան։ Դուք առաջին անգամ ցուցադրություն կազմակերպեցիք 2023 թվականին Glendale։ Այո։ Հետո 2024 թվականին էլ կազմակերպեցիք։ Ինչ-որ նախաձեռնություն ունեիք։ Իսկ տեղի հայ համայնքը ինչքանով է հետաքրքրված ու ոնց կգնահատեք դուք այս պահին։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր է իրենց համար։ Մեր փառատոնը 5 օրվա փառատոն է եւ մոտ 20-30 հատ ֆիլմ կցուցադրենք աշխարհի ամեն կողմերեն, Հայաստանեն, Ֆրանսիան եւ իրենց համար շատ հետաքրքիր է, որովհետեւ իրենք ուրիշ ցև չունին, որ այս ֆիլմերը տեսնեն։ Իրենց համար երբ որ գուքան կտեսնեն կարճ ֆիլմեր կամ դոկումենտարիներ, այն ֆիլմերը, որ Հայաստանեն մենք բերել ենք, իրենց համար շատ հետաքրքիր է, որովհետեւ շատերը չեն տեսած այս ֆիլմերը։ Բնականաբար բազմաթիվ փառատոնային ֆիլմեր կան, որ Հայաստանում ցուցադրվում են, հետո փառատոններով պատտվում են եւ այստեղ չեն հասնում։ Կամ հասնում են ոչ մեկ դրա մասին չի։ Եվ դուք հենց դա գտնում եք, հայթայթում եք, ցուցադրությունը դնում եք, տեղեկացնում եք մարդկանց, իրենք գալիս են ու նայում։ Լինում են նաեւ որ այլազգի երիտասարդներ կամ Այո, մենք հենց այդ նկատեցինք այս վերջի 2 տարին փառատոնի, որ շատ երիտասարդներ այլ ազգի, մանավանդ այդ կարճ ֆիլմերի ցուցադրման ժամանակ իրանց համար շատ հետաքրքիր էր, որ գային նստեին եւ այդ ֆիլմերը դիտել եւ շատերը չէին իմանում, որ իրանք կգործեին, որ Armenian Film Festival բոլոր ֆիլմերը պետք է հայերենով լինի, որ բայց առաջի տարին եկան տեսան, որ այս չի անգլերենով է կա, մենք բոլորս կարող ենք մեկ ձևի մասնակցենք եւ also անց ֆիլմերն որ մեկ բանի ուղղություն չունի, ինքը ընդհանուր ասենք ընտանիքների մասին է կամ երիտասարդների կյանքի մասին է, so այլ ազգերը կարող են նայել եւ ասեն
այս իմ կյանքի մասին է, so շատ հետաքրքիր էր մեր համար, որ այդքան երիտասարդ այլ ազգ մասնակցեց մեր փառատոնին, so տեսնենք այս տարի ինչպես։ Բայց բնականաբար այլ ազգի հանդիսատեսը կինոյով հետաքրքրված կամ կինոյի ոլորտից են լինում։ Այո, իմ կարծիքով եթե հայ մեկը ֆիլմ նկարը, ինքը մինակ չի նկարել այդ ֆիլմը, որ հայեր տեսնեն այդ ֆիլմը, կուզեն, որ ամբողջ աշխարհը տեսնեն, չէ։ Մեր Armenian Film Society ճիշտ իմաստը այդ է, որ տարբեր տեսակի մարդիկ կան, այո, շատերը ֆիլմի մեջ կաշխատին, շատերը ռեժիսորներ են, պրոդյուսերներ են, բայց մեր համար շատ կարևոր է, որ ամեն տեսակի մարդ բերենք, որ տեսնեն հայ պատմությունները, հայ դերասանները, հայ ֆիլմերը եւ իրենք հասկանան մենք ով ենք, մեր պատմությունները ինչ են։ Իսկ ինչ կասեք առհասարակ հայ կինոյի զարգացման մասին։ Շատ զարմացած ենք այս վերջի քանի տարին, որ ինչ տեսակ տաղանդ կա։ Իմ կարծիքով այս վերջի քանի տարին է, որ շատ ավելի լավագույն, շատ արագ է զարգանում հայ կինոը։ Այո, եւ ավելի international, այսինքն ավելի միջազգային որակներին մոտ։ Այո։ Իսկապես շատ տաղանդավոր ռեժիսորներ եւ պրոդյուսերներ կան, հատկապես Հայաստանից եկող։ Այդ ֆիլմերը, որ մենք դիտում ենք փառատոնի համար, զարմանում ենք, թե ինչ տաղանդ կա, որ ոչ մեկ աշխարհով մեկ չի կարողանալու երբևէ տեսնի իրենց աշխատանքը։ Մեր համար շատ անգամ շատ դժվար է լինում ընտրել այս մի ֆիլմը, օքեյ, այս մի ֆիլմը ընտրենք, այս մեկը չընտրենք, բայց այս մեկը շատ լավն էր, ինչպես կլինի այս չդիտվի։ Հույսով եմ, որ տարիների ընթացքում մենք կարողանանք այդ օգնություն ցուցաբերենք, որ կարողանանք այդ ֆիլմերը եւ ռեժիսորներին թե դրամական ձևով կամ մի օգնություն կարողանանք տանք, որ այս ֆիլմերը բերվի, դիտվի եւ իրենց աշխատանքը կարողանան իրենք առաջ տանել, որ շարունակեն այդ գործը, որտեվ ափսոս է իսկապես այդ տաղանդը տենց մնա։ Դուք հիմա նաեւ ունեք աշակերտներ։ Մենք առաջ դասավանդություն, դասարանը։ Մենք առաջի ես դասը որ տվեցինք մեր օֆիսի մեջ, Մայքլ Գուրջյանը երկու շաբաթվա ընթացքում, այո, դասը տվավ, որը մեր առաջի անգամն էր, որ այսպեսի բան մրած ենք ու 20 հատ աշակերտ մասնակցեց եւ վերջը կարճ ֆիլմ նկարեցինք բոլորս ամենս իրար հետ։ Եվ մեր համար շատ հաճույք էր եւ տարվա ընթացքին այսպեսի շատ դասեր պիտի տանք։ Դուք ցուցադրում եք թե ժամանակակից, թե մեր դասական ֆիլմերը։ Ինչ որ ակտիվության ու пассивության տարբերություն զգում եք, որով են ավելի շատ երիտասարդները հետաքրքրված։ Իրենց համար շատ հետաքրքիր է հին ֆիլմերը, որովհետեւ շատերը չեն տեսած այս ֆիլմերը։ Երևի լսած են այս ֆիլմերի մասին, բայց չեն տեսած։ Երբ որ հին ֆիլմ կցուցադրենք, ինչպես Գիքոր կամ Կտորնե երկինք, իրենց համար շատ հետաքրքիր է, որովհետև այս հին ֆիլմերը իրենք կուզեն տեսնեն ինչպես նկարահանված է։ Եվ երիտասարդների համար շատ հետաքրքիր է, բայց նոր ֆիլմերն շատ հետաքրքիր են իրենց համար, որովհետև կուզեն գտնան Հայաստանի մեջ ինչ նոր ֆիլմեր կան, ինչ հոնտեղի ռեժիսորները ինչ տեսակի ֆիլմեր կնկարեն։ So երկուսը մեր համար մենք միշտ կզարմանանք ինչքան երիտասարդները հաճույք կառնան։ Իսկ որ հետադարձ հայացք եք գցում ձեր այս 10 տարիներին, գոհ եք արդյունքից։ Այո, շատ։ Մենք բզդիկ քրատոնի մեջ սկսանք 50-60 հոգինոց արիտներով եւ հիմա այսօր մեր փառատոնը 5 օրվա փառատոն է ամենամեծ առիթներից մեկն է Գլենդալի մեջ կազմակերպված ֆիլմի շուրջ, right? Եվ մենք շատ հպարտ ենք ինչ որ ստեղծել ենք այս վերջի 10 տարի։ Մենք էլ շնորհակալ ենք ձեզ, որ ստեղծել եք։ Ինչ ծրագրեր կան մոտ ապագայում, մի փոքր դրանից զրուցենք եւ ես անցնեմ իմ կարճ բլից հարցեր։ Հիմա այս մոմենտին մեր փառատոնը, այս տարվա փառատոնը, որ պետք է հուսանք որ նորեն հաջող կանցնի եւ շարունակենք
տեսնենք ինչ ապագա դասեր կարողանանք պլանավորենք, թե մեր աշակերտների համար, որտեղ տեսանք, որ իսկապես դրա կարիքն կա, ուրիշ այդպիսի շատ նոր ֆիլմեր կան, որ կուզենք որ ցուցադրենք։ Կուզենք այդ Նոր ասելով նոր դուրս եկած, նոր ստեղծված, թե որոնք չեք ցուցադրել ձեր ցանկում նոր են։ Այո, ֆիլմեր, որ թեր չենք ցուցադրած Լոս Անջելեսի մեջ։ Կուզենք այդ ֆիլմերը հոսփերենք Դասականից մինչև ժամանակակից։ այո, եւ փառատոնից դուրս, որտեղ մենք ամբողջ տարվա մեջ տարբեր առիթներ ենք կազմակերպում, հուսանք, որ այդ ֆիլմերը կկարողանանք ընթացքի Փառատոնը տեղի է ունենում Գլենդելում։ Գլենդելում, այո։ Եվ որտեղից են իմանում մարդիկ փառատոնի մասին, ինչպես բոլոր փառատոնների մասին այդպես։ Այո, մենք ավելի social media-ով Instagram-ով, Facebook-ով մարդիկ մեր փառատոնը կտեսնեն ինչ տեսակի պրոգրամներ ունենք։ Այդ ձևն։ Իսկ ինչ որ հատուկ քայլեր ունեք, որ այլ ազգի երիտասարդները, կինոսիրողները նույնպես հետաքրքրված լինեն բոլորեն փառատոններով, ցուցադրություններով, որոնք դուք կազմակերպում եք։ Կան հստակ այդպիսի քայլեր։ Այո։ Ձեր նպատակների մեջ դրանք կան։ Հիմա ավելի համասարանների հետ էլ մենք շատ մոտ փորձում ենք աշխատենք իրանց հետ մեր տարբեր առիթները, որ անում ենք, այնց ենք անում, որ միայն համասարանի հայ at ASA կամ Armenian Studies մենակ իրանցով չվերջանանք։ Ընդհանուր բան ենք անում, որ համասարանը իրանց ամբողջական, ասենք, եթե ֆիլմ աշակերտների մասը կա, օքեյ, բոլոր աշակերտներին ուղարկեք, որ այս առիթն է լինում Գլենդելի մեջ, այս ֆիլմի շուրջ։ Այդ բանով գոնե կարողանում ենք աշակերտներին մենք հասնենք I think ուրիշ ինչ ձևով այլ ազգերի։ Իր գործի մեջ, ոլորտի մեջ ճանաչված ինչ որ հյուր ունենում եք հրավիրված ձեր փառատոններին, թե դա տենց ավանդույթ չկա։ No, կա ճանաչված, հայ թե ոչ հայ։ Հայ, այլ ազգի։ Well, Ryan Coogler. I study Ryan Coogler, որը շատ հայտնի Հոլիվուդի ռեժիսոր է, որը Black Panther ֆիլմը նկարեց եւ այս տարվա Sinners ֆիլմը իրեն պիտի բերենք մեր փառատոնին եւ ինքը հարցազրույց պիտի ունենա Սևոհանյանի հետ։ Սևոհանյանը հայտնի պրոդյուսեր է, որը անշուշտ հայ է եւ Ryan Coogler-ի հետ գործընկերն է։ So ինքը շատ անունով շատ հայտնի ռեժիսոր է, որ մենք շատ ուրախ ենք, որ պիտի մասնակցի եւ անցյալ տարի Sean Baker, որը Նորայի ֆիլմի ռեժիսորն էր, իր հետ իր ֆիլմը ցուցադրեցինք եւ իր հետ աշխատեցինք եւ ուրիշ շատ կան, շատ հայտնի Հոլիվուդի մեջ ռեժիսորներ։ Իսկ Հայաստանի հետ համագործակցություններ լինում են կան։ Կան, բայց պետք է ավելի շատ ակտիվ չի։ Շատ, նպատակ ունենք, որ Հայաստանի հետ դեռ չի եղել։ Դեռ փորձառության մեջ չկա։ Բայց մոտ ապագան հույս ունենք, որ կարողանանք ավելի մոտ աշխատենք Հայաստանի ֆիլմի եւ դերասանների հետ։ Շատ լավ, անցնեմ բլից հարցերին ուրեմն։ Դա Բայց պետք է խնդրեմ արագ պատասխանեք, շատ երկար չեք մտածում, արագ։ Առանց մտածելու, որ ինչ-որ մեկին կնեղացնեք, ինչ-որ մեկին ոչ։ Հայկական ֆիլմ արտադրության մեջ ինչ թեմայով ֆիլմերն են պակասում ըստ ձեզ։ Ես կուզեմ շատ ավելի ամեն օրվա կյանքի մասին ֆիլմեր տեսնեմ։ Պարզ ընտանեկան ֆիլմեր։ Հայկական հին ֆիլմերից որն եք ամենաշատը սիրում։ Գիքոր։ Ժամանակակից հայկական որ ֆիլմն է ձեզ հիացրել։ Թամարա Ստեփանյանը նոր ֆիլմ ունի, որը կոչվի My Armenian Phantoms։ Ձեր ամենասիրելի հայ կինոդերասանն ով է։ Սոս Ջանիբեկյան։ Իսկ հիմա ճիշտ է։ Ճիշտ է։ Լուրջ։ Ոայ շատ շնորհակալ եմ։ Անպայման։ Իսկ ամենասիրելի կինոռեժիսոր։ Աթոմ Էգոյան։ Եթե մի օր որոշեք ֆիլմ նկարահանեք, ինչ վերնագիր կունենա եւ ինչի մասին այն կլինի։ Չեմ գիտեր, բայց մեկ բան գիտեմ, որ ադի Հայաստան պիտի նկարահանվի։ Շատ շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ձեր գործունեության համար եւ որ ժամանակ հատկացրեցիք եկաք եւ սուրճ չխմեցինք իրար հետ։ Շնորհակալ։ Ձեզ շատ շնորհակալ ենք։